Ոստիկանության ծառայող ներկայացած անձինք երկու օտար երկրացիներին առևանգել էին և խոշոր չափերի գումար պահանջել։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացիների դեմ կատարված ծանր հանցագործության առևանգման դեպքի վերաբերյալ նախաքննությունը։ Քրեական վարույթով պարզվել է, որ երկու անձ ներկայանալով որպես ոստիկանության աշխատակիցներ մուտք են գործել օտարերկրյա քաղաքացու բնակարան, տանը տեսնելով սեղանին դրված փոշանման զանգված, հայտարարել են, թե իբր հայտնաբերել են թմրամիջոց։ Այս կեղծ մեղադրանքը հիմք ընդունելով նրանք պահանջել են օտարերկրացուն եւ նրա ընկերոջը իրենց հետ բաժին գնալ, իսկ իրականում նրանց նկատմամբ կիրառել են խաբեությամբ առևանգման սխեմա։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ օտարերկրյա քաղաքացու չորթման առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու շահադիտական դրդումներով վերջինս առևանգելու դիտավորությամբ ոստիկանության ծառայողներ ներկայացած անձինք անտեսելով բնակարանի սեփականատիրոջ կամքը ապօրինի մուտք են գործել օտարերկրյա քաղաքացու բնակարան, ցուցադրել վկայականի նմանվող փաստաթուղթ, որից հետո հայտարարել են, որ տեղեկություններ ունեն նշված բնակարանում ապօրինի թմրամիջոց պահելու մասին։ Այնուհետև մուտք գործելով բնակարանի հյուրասենյակի սեղանից վերցրել են նախապես վերջիններիս օժանդակած անձի կողմից սեղանին տրված փոշենման զանգվածը, հայտարարելով, որ հայտնաբերել են թմրամիջոցը։ Արդյունքում ոստիկանության ծառայողներ ներկայացած անձինք օտարերկրացու եւ նրա ընկերոջ կամքն անտեսելով խաբեությամբ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով նրանց ոստիկանության բաժին տեղափոխելու պատրվակով շահադիտական դրդումներով հետագայում գումար պահանջելու դիտավորությամբ վերջիններիս նստեցրել են ավտոմեքենան եւ ուղևորվել Երևան-Սևան մայրուղու ուղղությամբ, այդ կերպ առևանգելով նրանց։ Երբ ուժողները ավտոմեքենայով տեղափոխվել են Երևան-Սևան մայրուղի, ոստիկան ներկայացած անձինք շահադիտական նպատակներով բացահայտ սպառնալիքներ են հնչեցրել, պահանջելով խոշոր չափերի գումարներ։ Երևան հասնելուն պես վախեցած օտարերկրացին իր եւ ընկերոջ կյանքի համար վտանգ զգալով հանցագործներին է փոխանցել առանձնապես խոշոր չափերի ավելի քան 14 միլիոն 280 հազար դրամին համարժեք կրիպտոարժույթ։ Այնուհետև առերևույթ հանցանք կատարած անձինք փոխլրացնելով միմյանց գործողությունները օտարերկրացուց պահանջել են 150 հազար ԱՄՆ դոլարի համարժեք գումար, հակառակ դեպքում շանտաժով սպառնալով վերջինիս արատավորող եւ նրա իրավունքներին եւ օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակել, այն է արձանագրել նրա բնակարանից թմրամիջոց հայտնաբերելու փաստը։ Արդյունքում օտարերկրացի քաղաքացին իր եւ իր ընկերոջ կյանքի վարողության համար իրական վտանգ զգալով փոխանցել է 14 միլիոն 281 հազար 560 դրամին համարժեք կրիպտոարժույթ։ Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթով երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 8-րդ կետերով, 207-րդ հոդվածի առաջին մասով, 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերջիններին օժանդակած անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 46-258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ հետագա նախաքննության ընթացքում դատարանի որոշմամբ այն փոխարինվել է եւ համակցված որպես այլ ընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, բացակայելու արգելքը եւ գրավը։ Երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։